Ողջունում եմ ձեզ հարգելի բարեկամներ։ Կրկին եթերում է Հակիրճ հաղորդաշարը, ես Արտուր Մանուկյանն եմ։ Եվ այսօր մեր հաղորդաշարի շրջանակում մենք ունենք իմ գոլեգայի որպես հյուր շատ հետաքրքիր հարցազրույցը համոզված եմ սպասվում մեզ եւ շատ կարեւոր է ինձ համար, որ մեր հյուրը բժիշկ է։ Վահե Տեր Մինասյան, ինձ թվում է երկար ներկայացնել կարիքը չկա։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ հրավերը ընդունեցիք եւ երևի թե ամենահետաքրքիր հարցերից մեկը Բուժինֆո։ Մեծ ռեզոնանս ունեցավ այն ինչ որ եղավ, այսինքն երկար ժամանակ Բուժինֆո հաղորդաշարներ, որը ուներ մեծ ռեյտինգ, բավականին մեծ լսարան, որի շնորհիվ նաև դուք բավականին ճանաչվեցիք։ Այո, ինչ ճիշտն է ճիշտ։ Եվ իհարկե նույնպես ճանաչվեց Բուժինֆոն, սակայն այնպես ստացվեց, որ այդ հաղորդաշարում դուք այլևս չկաք, ինչ պատահեց։ Ես ուտեմ ներքին պայմանավորվածություն այդ թեմայի շուրջ չխոսելու, այսինքն չենք անդրադառնում եւ գիտեք, ես միշտ համեմատում եմ ֆուտբոլային, ասենք ֆուտբոլիստների հետ, որոնք երբ խաղում են ինչ-որ մի թիմում, ամբողջությամբ նվիրվում են այդ թիմին, եթե տեղի ունենում փոփոխություն, իրենք գնում են այլ ակումբ, իրենք մոռանում են այն ամենը, ինչ որ եղել էր եւ զբաղվում են միայն նոր ակումբի իրենց գործունեությամբ եւ դրանով են սկսում ապրել։ Նաեւ դա խոսքը նրա մասին է Ռեալ Մադրիդ կամ Բարսելոնա, այսինքն հակառակ ճամբարներ մասնավորապես։ Ես չեմ ուզում հիմա անուն տալ, թե որ հեռուստաընկերությամբ, բայց մենք այո, նախապատրաստում մենք սկսել ենք աշխատանքները շատ ավելի մեծ, շատ ավելի հետաքրքիր, շատ ավելի ճոխ ծրագրի վրա եւ ես կարծում եմ, որ շատ շուտով մեր հեռուստադիտողը դա կտեսնի ու կգնահատի, ինչի համար ես շատ ուրախ եմ, բայց միաժամանակ վերադառնամ անշնորհակալության հարցին, այո, մարդ պետք է միշտ շնորհակալ լինի այն ամեն ինչի համար, ինչ որ ստացել է եւ այո, ես միշտ ասում եմ, որ Բուժինֆոն մի վնասիրը մինչ այդ փոխել են իմ կյանքը։ Ես երբեք չեմ սիրում ու չեմ ընկալում այն մարդկանց, որոնք ասում են, վայ, ինձ ունենց վատավոր ինձ ճանաչում են, վայ, այս հանրային դեմք լինելը բան, այդ ձևեր են թափում։ 100% բոլորը դրանք սուտ են ասում ու ձևեր են թափում, որովհետև այո, մարդու էությունը այդպեսին է, որ քեզ դուր է գալիս, քեզ պիտի դուր գա, որ քեզ բոլորը ճանաչում են, որ քեզ բոլորը գիտեն, որ քեզ բոլորը ժպտում են, որ դու փողոցով քայլում ես, քեզ բոլորը բարևում են։ Ներողություն մի փոքր չհամաձայնվեմ, իմ հետ էլ եղել այդպիսի դեպքեր, երբ որ ուղղակի քեզ չես ուզում, որպեսզի քեզ տեսնեն, ճանաչեն, հարցեր տան, չգիտեմ, ակնոցներով ես կամ եւ այս վիճակի, որ ուղղակի մտնում ես ինչ-որ խանութ, մի բան առնես դուրս գաս, բայց մենք ձեզ ճանաչում ենք, եկեք ձեզ եւ այլ անկախ ամեն ինչից ես երևի իհարկե ձեր նման ճանաչված անձնավորություն չեմ եւ հիմա հետ այդպիսի դեպքեր շատ քիչ են լինում, սակայն մի փոքր զգացել եմ դրա տհաճությունը որպես այդպիսին։ Ես սիրում եմ, որովհետեւ ես ունեցել եմ տարբեր առաջարկներ արտերկրում աշխատելու, գնալու, ու ինձ ամեն անգամ նույն քույրիկս ասում էր, հա, իհարկե քեզ դուր է գալիս, որովհետև դու Երևանում քայլում ես։ Այո, ես Երևանում քայլում եմ, ինձ համար հաճելի է, որ այդ իմ քաղաքն է։ Այդ այն մարդիկ են, որոնք ինձ մեծամասամբ, քեզ չեն կարող բոլորը սիրեն, բնականաբար, ասենք թե կլինեն մարդիկ, որոնց նյարդային համակարգը քեզ ընդհանրապես չի տանում, որոնք քեզնից զզվում են, որոնք եւ այլն, բայց ես այդ դրական աուրան զգում եմ արդեն երկար 15 տարի է ես այդ ամեն ինչը զգում եմ ու դա ինձ դուր է գալիս։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր հեռուստադիտողներին, ես շնորհակալ եմ իմ բոլոր հետևորդներին, ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, գիտեք, ես փառք Աստծո ֆինանսապես ապահովված մարդ եմ, բայց դուք չեք պատկերացնի ինչքան, ասենք թե հաճույք է քեզ ինձ համար, անկեղծ եմ ասում, հա, ասենք թե շատ հաճելի է, երբ որ ես տաքսի եմ նստում, ինչ որ շտապ տեղ եմ գնում, բան, մեքենայով չեմ, ու ասենք տաքսու վարորդը ասում է, չէ, բժիշկ ջան, ես քեզ փող չեմ վերցնի։ Ես խնդրում եմ, ես միշտ ասենք թե վճարում եմ, բայց ինձ համար դա հաճելի է, երբ որ մարդը գնահատում է քո աշխատանքը ու ուզում է մի հատ էլ հաճելի մի բան քեզ համար անի։ Ինձ համար շատ հաճելի է, երբ որ ես փողոցում
քայլում եմ, ասենք թե չգիտեմ, ինչ որ մեկը գալիս է, ասում, չգիտեմ, ասես կոնֆետի տուփով անցնում, ասում որ խնդրեմ մի հատ իմ կոնֆետներից կվերցնեք։ Ես հիշում եմ, երբ որ փոքր տղաս ծնվեց, իսկ փոքր տղաս ծնվեց մեզ համար ինձ թվում է բավականին ծանր ժամանակահատված 20 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք անդադ քարոզում էինք, որ պետք է երեխաներ ունենալ, երբ որ մենք աշխատում էինք, հատկապես շատ էինք աշխատում զոհված տղաների ծնողների հետ ու իրանց համոզում էինք, որ բերեք հնարավոր է եւ այդտեղ միշտ հարց էր առաջանում, որ դե այդքան խոսում ես, բա դու Ես այն ժամանակ ունեի մեկ տղա, երկու աղջիկներ, ու մենք որոշեցինք, որ մենք պետք է ունենանք չորրորդը։ Այո, իմ փոքր տղան հենց այդ սերնդից է, որովհետև իմ տղան ծնվել է 21 թվականի օգոստոսի վերջին։ Չգիտեմ, ես իրան երբևէ կպատմեմ, կասեմ, որ թե, չգիտեմ, այ պատերազմը չլիներ, շատ հավանական է, որ ինքը չէր լինի, բայց ես հիշում եմ, որ երբ որ ինքը ծնվեց, Facebook-ում մի հատ բան էի գցել, որ տղաս ծնվել է, ու մյուս օրը առավոտյան գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ, ժամը 9-ին մեքենայով իջնում եմ, ու կողքից էս ազդանշանն է մեքենայի, ինչ որ կողքի մեքենան, մտածում եմ ինչ ա կատարել, լուսամուտը բացել եմ, մեկ ասում է բժիշկ ջան, աչքդ լույս։ Ու տենց մեքենայով քշելով գնացել, դուք չեք պատկերացնի, քանի հոգի է, անծանոթ մարդիկ, ասենք, թե երբ որ քեզ տեսնում են ու շնորհավորում են։ Ոնց կարող է քեզ դուր չգա։ Ոնց կարող է դու դա չգնահատես։ Մարդիկ, որոնց կյանքում չես տեսել, չես ճանաչել, բայց իրենք գիտեն, որ դու տղա ես ունեցել, ու իրենք ուղղակի քեզ ժպտում են, իրենք քեզ մի հատ շնորհավորում են, ու այդ քաղաքի ջերմությունը ես հասկացա, որ եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ այս քաղաքի ցենկում ես գնալու տեղ չունեմ։ Այդ ճանաչված լինելը որոշակի կախվածություն է առաջացնում։ Արդյոք դա է հիմնական պատճառը շարունակել եթերային կյանքը, չէ՞ որ ես գիտեմ դուք որպես պրակտիկ վիրաբույժ ենթադրում եմ մասնավորապես իմ համար նույնպես ես եթերով եմ զբաղվում, սակայն երջանկությունը դա վիրահատարանն է, բժշկական կենտրոնում աշխատանքն է, բժշկի գործառույթն է, դա է հենց բժշկի հիմնական աշխատանքը։ Շատ են լինում բժիշկներ եմ հրավիրում մեր հաղորդաշարերին եւ շատ պրակտիկ, շատ հմուտ բժիշկներ, ուղղակի խոսելու, շփվելու, եթերային որոշակի շփվելու հնարավորություններ չունեն, որովհետև այդ մարդիկ գործի մարդիկ են, շփվելուց մի քիչ հեռու են, մի քիչ կեսը ռուսերեն են ասում, կեսը հայերեն են ասում եւ այլն, սակայն ձեզ համար սա առանձին մի կյանք է, առանձին մի աշխարհ է, որը դուք համոզված եմ սիրում եք։ Արդյոք առանց եթերի չեք կարողանում ապրել եւ դա ձեր երջանկության նաեւ հիմնական մասն է։ Գիտեք, առանց սուտ կլինի, որ ասես կախվածություն չկա, կա։ Բայց ես մաքսիմալ ստացել եմ այն ինչ որ ունեի ստանալու, այսինքն այն ինչ որ ինձ պետք էր, չգիտեմ, ինքս ինձ ապացուցելու կամ այդ ամեն ինչը կա։ Բայց Ես սկզբանը ինչի 15 տարի առաջ ես համաձայնեցի գնալ այդ հաղորդմանը ու ինչի սկսեցի վարել, որովհետև կար մի գաղափար, որ եթե այդ հաղորդումների արդյունքում ես կարողանամ թեկուզ մեկ հոգու գլխի գցել, որ իր մոտ այս խնդիրը կա, մարդը որ նայում է, դու պատմում ես ինչ որ հիվանդության մասին, ինչ որ մի բանի մասին, ինքը հասկանում է ոնց, վայ, աստորեն ես այս բանը ունեմ, ու ինքը գնա, բուժվի ու իր առողջությունը կամ կյանքը պահպանվի, ապա ես համարում եմ, որ դա լրիվ արդարացված է։ Ու երբ որ մենք սկսեցինք աշխատել, գիտեք ես ինչքան այդպիսի բաներ ստացել եմ, էլի, գալիս էին մարդիկ, գալիս էին իմ աշխատանքի տեղը, գալիս էին ստուդիա, ասում էին մենք եկել ենք ձեզ շնորհակալություն հայտնենք, որովհետև այդ ձեր հաղորդումը տեսանք, հասկացանք, որ ունենք ես հապացիենտներ եմ տեսել, որ հասկացել են, որ իրենք ուռուցք ունեն, որ իրենք ասենք թե սրտանոթային լուրջ խնդիրներ ունեն, ասում ես չէ, ել կասկածում, հետո որ ասեցիք, ասեցի դե լավ, հələ գնամ ստուգվեմ, գնացի ստուգվեցի, գալիս էին ասում են, ես մարդուն կյանքում չեմ տեսել, ես իրեն մատով չեմ կպել, ոչ մի բան չեմ արել, բայց ինքը գալիս էր ասում էր դուք իմ կյանքն եք փրկել։ Ու ես կարծում եմ, որ նման ուսումնական ծրագրերը պիտի լինեն հնարավորինս շատ,
եւ այո, դա շատ մեծ նշանակություն ունի հասարակության համար։ Ինձ համար հաճույք է, որտեղ ես ունեմ լավ թիմ ու այդ թիմի մի մասը արդեն եկել է եւ մենք այդ նույն թիմով էլ հիմնականում շարունակելու ենք աշխատանքը եւ մենք բոլորս այդ ձևով ենք մտածում։ Մյուս կողմից դա հոբի է եւ գիտեք, ես գինեկոլոգ եմ, բայց նաեւ ուրուցքաբան գինեկոլոգ եմ, ասենք գալիս էր ծանր վիրահատությունից հետո 5-6 ժամանոց ծանրագույն վիրահատություն, մեկ էլ գալիս էր նկարահանման բոլոր տխուր նստած են, ասում էր լավ, այնտեղ իմ հիվանդը արունացում էր կամ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, ստեղ ինչ ա եղել, էլի ստեղ էլ ծանր վիճակ, ասում էր ժողովուրդ ձեզ ինչ ա եղել, ասում էին այն նկարահանման կադրերը նայեցինք մոնտաժի ժամանակ, լույսը սխալ է անգել, ձայնը այն է, ասում է ժողովուրդ, ինչ հետևից եք ընկել, կյանքը գիտեք ինչքան լավ բան է, կյանքում ինչքան կյանքը իսկականից լավ բան է։ Կյանքը լավ բան է իր բոլոր դժվարություններով, իր բոլոր դրսևորումներով եւ երբ որ դու ցենց տարբեր ոլորտների մեջ ես, պատկերացեք ուր բժշկությունը, ուր ասենք թե հեռուստատեսությունը, մարդը պետք է դիվերսիֆիկացիա անես քո կյանքը, քո բան, որտեվ նույն բանի մեջ մնացիր, ցենց ճահճանալու ես։ Հիմա մեկին հեռուստատեսությունն այն մեկը ուզում է գնա պարաշուտով թռնի, այն մեկը, չգիտեմ, ուզում է, չգիտեմ, ինչ որ ուրիշ մի բան գտնի, բայց պետք է անել, պետք է տարանջատել, որովհետև չի կարելի այտենց նեղացնել ու զբաղվել ընդհանրապես մի գործով։ Ես տենց եմ մտածում։ Իրականում այո, ես նույնպես այս եթերներից հետո վերադառնալով արդեն բժշկական աշխատանքի զգում ես ինչ, այսպես ասած, refresh ես լինում, հա, նոր ձև ես սկսում ընկալել բժշկությունը, իսկապես շատ հետարքիր, լավ աշխատանք է եւ շատ կարեւոր է, որ իսկապես ուսուցողական է մեր պացիենտներին եւ նույնպես շատ կարեւոր է եւս մեր խմբագիրների հարցերից մեկը, չգիտեմ ինչքանով ես համաձայնվեմ այդ հարցին, անկախ ամեն ինչից հարցը տամ մեր մարզերի բժշկությունը եւ մայրաքաղաքի բժշկությունը իրականում դրանք տարբեր են։ Ծանր հարց, այո։ Տարբեր են, սակայն նիլեմնի չայնա սպինում վիճակն է։ Բայց փաստը մնում է փաստ, որ այո, Երևանում, մայրաքաղաքում կան բազմաթիվ մասնավորը նույնպես բժշկական կենտրոններ, մենք ունենք բավական զարգացած հիմնարկներ, բժշկական կենտրոններ, մարզերում այնուամենայնիվ այդ մասնավոր սեգմենտը այդքան զարգացած չէ եւ այլ, արդյոք իսկապես որակային տարբերություններ կա։ Կան որակային տարբերություններ, բայց հա, միանշանակ է որ կան, բայց ես ունեմ ընկերներ, որոնք աշխատում են մարզերում եւ որոնց ամեն անգամ ասում ժողովուրդ, ախր այն սարքավորումները, այն հնարավորությունները, որ ունենք այսօր մենք, որը տային ձեզ, ախր դուք գիտեք, դուք ինչեր կանեիք, հա, ասենք ես շատ լավ ընկերներ ունեմ, շատ սիրում եմ իրենց, մի ֆանտաստիկ թիմ է, աշխատում է Ախուրյանի ծննդատանը, հենց ծառի վրա, գիտեք ինչ պրոֆեսիոնալներ են, էլի, ասենք թե ես որ նայում եմ իրենք ինչ վիրահատություններ են անում, ոնց են աշխատում, չունենալով ֆիդբեքը, չունենալով եւ այդ ֆիդբեքն է եւ սարքավորումների պակասն է եւ էսա եւ այնա ու ամեն անգամ որ խոսում ենք, ասում, բա որ դուք գայիք Երևանում աշխատեիք ու ամեն անգամ ստանում եմ նույն պատասխանը, ասում, բա որ մենք գանք Երևան, բայց տեղով է աշխատելու։ Ես միայն կարող եմ ասել, որ իրանցից ամեն մեկը ընտրել է, իրանք լինելով շատ ավելի վատ պայմաններում, շատ ավելի խոցելի պայմաններում, շատ ավելի վատ վաստակելով եկեք շիտակ լինենք, իրանք ընտրել են իրանց կյանքը, որովհետև իրանցից ամեն մեկը ցանկության դեպքում կարող գա Երևան եւ կարող է Երևանում շատ ավելի մեծ բաների հասնի, բայց իրանց պահողը իմ հաստատ համոզմամբ այն է, որ ես եկա, բայց տեղով է մնալու։
որովհետև երևի թե նաև պատճառը, որ մարզերում ավելի քան երեթե մայրաքաղաքում իրանք իսկապես հերոսներ են եւ իրանք Ես ճուզեցի այն բառը ասեմ, որպեսզի այն շատ պաթոտիկ չլինի, բայց հա, իրանք հերոս են ու ես ճանաչում են, հարգում են ու ես միշտ ասում եմ, որ իրանք համար շատ ավելի դժվար է ու իրանք կատարած աշխատանքը ես շատ ավելի բարձր եմ գնահատում, քան Երևանում աշխատող բժիշկներին, թող ոչ ոք չնեղանա։ Միաժամանակ կարծում եմ, որ կա նաև հակառակ կողմը, կան մարզեր, կան մարզային հիվանդանոցներ, որտեղ կան սարքավորումներ, այսօր դրած են սարքավորումներ, ու այդ սարքավորումների վրա աշխատող մասնագետներ չկան, որից ես շատ նյարդայնանում եմ ու կարծում եմ, որ դա շատ մեծ բացթողում է։ Այսօր օրինակ ես երիտասարդ ունեմ կլինիկական օրդինատոր, որը կավարտի աշնանը ու ես ունեմ բանավոր պայմանավորվածություն մարզային կլինիկաներից մեկում, որ ինքը ավարտելու է, ինքը գնալու է ու այնտեղ լապարասկոպի, գինեկոլոգիա ներդրվելու է, անելու է, ասեցին, բայց մի հատ պայման, դու էլ գալու ես հետ, ասի օքեյ, ես էլ որոշակի ժամանակ, չգիտեմ, շաբաթը մեկ կգամ, իրանք օգնեմ, կներդնենք ու պետք է անենք։ Սկզբից մեկում կանենք, հետո մյուսը կանենք, հետո մյուսը կանենք, որտեվ շատ լավ երիտասարդներ ունենք, այն աչքերը վառվող, ձգտող, դաստիարակված ունենք, բոլոր մինուսների հետ միասին ունենք եւ որոնք շրջաններից են եկել, որոնք ուզում են սովորել ու որոնց պիտի սովորացնես ու ամեն ինչ անես, որ իրանք վերադառնան այդ շրջաններում, բայց իրանք ոչ թե գնան շարունակեն այն ինչ որ այնտեղ է, այլ իրանցը տանեն, իրանցը ներդնեն ու նույն պացիենտը արդեն լավ մտածի արժի կա հասնի Երևան, թե այնա մեր Տիգրանը կա էլի, ինչ ան դուք գնանք, թող Տիգրանից էլ վիրահատի։ Ես էլ դրանից մենակ ուրախանում։ Շատ ձեր Facebook-յան պոստերի տակ կոմենտներ են լինում, երբ որ հարցնում են դուք կլինեիք լավագույն առողջապահության նախարար։ Իրականում խմբագիրը ասում է այնտեղ այդ կոմենտներին դուք որպես այդպեսին դեռ շատերին չեք պատասխանում, թողում եք որպես առանձին, դե իհարկե հասկանալի է, որ բոլորին պատասխանել հնարավոր չէ։ Երբևիցե պատկերացնում եք ձեզ որպես ադմինիստրատիվ մենեջմենտի աշխատող, հա, որպես այդպեսին գործառույթ կատարող, ինչու՞ չէ նաև որպես նախարար, ինչու՞ չէ նաև ինչ որ որոշակի այդ գործառույթ կատարող, արդյոք դա ձեզ հարազատ է եւ արդյոք դա ինչ որ ձևով քաղաքականության հետ դուք կապ եք անում, որովհետեւ մեծ հաշվով մենք հասկանում ենք, որ նախարար, փոխնախարար աշխատելը նույնպես քաղաքական գործիչ է եւ ունի իր մեծ ռիսկերը։ Դրանք քաղաքական պաշտոններ են, այո, անշուշտ։ Ես չեմ թաքցնում, թե նախարար ինձ ոչ ոք չի առաջարկել, բայց մի քիչ ավելի ցածր առաջարկներ ունեցել եմ նաև ոչ կենտրոններ ղեկավարելու առաջարկ, որոնք քննարկել ենք, բայց քննարկումները վերջացել են մեկ էտապի վրա, երբ որ պայման է դրվել, որ պիտի չվիրահատեմ։ Այսինքն պայմանը հետևյալն էր, որ գալիս ես դառնում ես այսինչ բժշկական կենտրոնի տնօրեն, բայց պայմանով թողնում ես բժշկությունը, այսինքն պրակտիկ բժշկությունը։ Ես չեմ համաձայնել, որտեղ ես կարծում եմ, որ վիրաբուժության մեջ ես դեռ շատ բան ունեմ անելու եւ որպես վիրաբույժ ես այս երկրին ավելի պետք եմ, քան երևի ինչ-որ կենտրոնի տնօրեններ ավելի լավ, իրանք ինձնից ավելի լավ երևի տնօրեն կաշխատեն, բայց իրանք ինձնից լավ վիրաբույժ դժվար թե կարողանան։ Ու հակառակը։ Արդյոք երբևէ կգնամ այդ քայլին, այս պահին ասել չեմ կարող, բայց երբեք ոչ մի բան չեմ բացառում։ Էլ եմ ասում, ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, ինձ աշխատանքը շատ եմ գնահատում եւ այս պահին ինձ համար միայն դա է։ Երկրորդ, երբ մենք խոսում ենք քաղաքականության մասին, ապա ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը եւ մոտեցումը,
որ մինչև հաղորդման դայնագրությունում էլ ասեցի, որ այո, ցանկացած մտավորական, ես այդպես եմ մտածում, իսկ ես ինձ համարում եմ մտավորական, եթե չի կազմում իշխանության մաս, եթե չունի անհատական շահեր այդ իշխանության հետ, ապա պետք է ունենա ընդդիմադիր կեցվածք։ Հիմա կարող է այդ իշխանության մեջ լինեն իմ ընկերները, իմ հարազատները, իմ եղբայրները, հա, բայց միևնույն է, եթե ես ինձ համարում եմ մտավորական, ես ելնելով իմ երկրի շահերից, ես կարծում եմ, որ ես պետք է լինեմ ընդդիմադիր ու ես պիտի ցույց տամ բոլոր բացթողումները, բոլոր թերությունները, առանց որևէ մեկին վիրավորելու, առանց որևէ մեկին ինչ-որ պիտակներ կպցնելու, էս անելու, այն անելու, որովհետև ես դա կարող եմ անել պրոֆեսիոնալ ձևով, ես կարող եմ ցույց տալ բոլոր այն թույլ տեղերը, վատ տեղերը ոչ թե ուղակի խոսելով, ոչ թե գորգորալով, այլ կոնկրետ փաստերով, ու ես դա անում եմ։ Կնեղանան ինձնից չեն նեղանա, դա հարցի երկրորդ կողմն է, կընդունեն, չեն ընդունի երրորդ կողմն է, բայց ես էլ եմ ասում, եթե դու մտավորական ես, եթե դու քո երկիրը սիրում ես, ապա ճիշտ կլինի, որ ցանկացած իշխանության դեպքում դու լինես ընդդիմադիր տեսանկյունների տեր մարդ, էլ եմ ասում, ելնելով երկրի շահերից, երբեք ու երբեք ոչ մեկին չվիրավորելով, չպիտակավորելով, այլ ընդհակառակը դրանով իսկ օգնելով, որ քո երկիրը վեր բարձրանա։ Անկախ ամեն ինչից որոշակի տարբեր խնդիրներ կամ այն ոչ ճիշտ աշխատանքները, որ կատարվում են, բացահայտել, մատնանշել անհրաժեշտ է այն։ Իհարկե, ինչքան կարելի է լինել հարմարվողական, վայ դե չէ լավ հանգարց էս ինչ ինձնից չնեղանա, վայ բա հանգարց սենց բան ասեմ, բա չէ, էս ինչն այն մեր ընկերներն այն մեկը մեր էս չէ։ Ես ազատ մարդ եմ։ Իմ ազատությունը չի վաճառվում, համենայնիվ ոչ ոք այդ գինը դեռևս չի կարողացել վճարի, եւ այո, իմ ազատությունը ինձ համար շատ թանկ է։ Էլ եմ ասում, երբևէ ինչ որ փոփոխություն կլինի թե չէ, հնարավոր է։ Բայց այս պահին ես հիշում եմ նաեւ այդ քննարկումները, երբ որ ինչ որ առաջարկներ ունեի, այդ քննարկումները եղել են նաեւ մեր տանը։ Ու գիտեք ամենահետաքրքիրը, որ ամենա այսպես դեմը եղել է իմ մեծ տղան։ Եղել է իմ մեծ տղան, որ կանգնում էր ասում էր, պապ, ասում էր, ես այնքան հպարտանում եմ բժիշկ Վահեի տղան լինելով։ Ես չեմ ուզում դա կորցնել, եւ ես չեմ ուզում, որ վաղ մյուս օր, չգիտեմ, ասեն քո հայրես կամ են, էլի, խնդրում եմ, մնա այն ինչ որ դու կաս։ Դեպի երեխաների մասին շատ օրինակելի նախադեպ է, երբ որ երեխան, ես երկու աղջիկ ունեմ եւ իմ մեծ աղջիկս միշտ ուզում է, որպեսզի ես կարիերնի ռոստ ունենամ, զարգանամ, աճեմ եւ երևի թե յուրաքանչյուր երեխա ուզում է, որպեսզի իր պապան լինի, չգիտեմ, նախարար, ունենա այդ։ Իմը չի ուզում։ Ձեր պարագայում դա ինչ որ իրատուկ երևույթ է։ Իհարկե մենք հասկանում ենք, որ չգիտեմ, նախարար լինելը դա դեռ չի նշանակում, որ մենք ավելի ապահովված կապրենք, ցավոք սրտի այդ խորհրդային մենք մինչև նկարում զրուցեցինք, խորհրդային այդ հետքը մնացել է, արդյոք դա կանցնի, չգիտեմ, պետք է անցնի, որ յուրաքանչյուր նախարար կամ այլ գործառույթ կատարող չինովնիկ, հա, պետք է իր գործը անի, որից այլ բաների մասին չմտածի, սակայն նախարար լինել կամ փոխնախարար կամ այլ կառավարիչ լինելու դեպքում քո հետևից շատ վատ բաներ կան, խոսում են եւ այլ։ Չէ, գիտեք, մի պահ կա, երբեմն ժամանակ առ ժամանակ սենց ինչ որ մի բան կա, որ կարող է ինձ նյարդայնացնի, որովհետեւ անկեղծ ասեմ, ես միշտ համարում եմ, որ լավ բժիշկը, լավ պրակտիկ բժիշկը կներեք, բայց ցանկացած չինովնիկից ավելի բարձր։ Ու հանգարց, եթե ինչ որ մեկ էլ տեսնում ես մի հատ չինովնիկ հանգարց, սենց մի քիչ մեծամտաբար ինչ որ մի բանով, հա, սենց չող, ես դրանից նյարդայնանում եմ, որ ուզում ես ասես, գիտես ինչ կա, հələ դու արի հասի իմ չափ, հետո նոր
Դրա համար կարևոր չի դա, մեր ոլորտը լինի, ուրիշ ոլորտ լինի, ինչ ուզում ա լինի, ես էլ եմ ասում, ես միշտ համարել եմ, որ ցանկացած ոլորտի պրոֆեսիոնալը կլինի դա տիեզերագնացություն, բժշկություն, կրթություն, ինչ ուզում ա լինի, պրոֆեսիոնալը շատ ավելի մեծ արժեք ունի, քան չինովնիկը։ Որ եթե ինչ-որ մեկը փորձի ինձ համոզի հակառակը, հաստատ չի կարողանալու։ Ցավոք սրտի մենք այդ մասին չզրուցեցինք, սակայն երևի թե թերևս կա պետք է արդյոք բժիշկները պաշտպանված են Հայաստանում։ Ցավոք սրտի կարծում եմ, որ ոչ այդ կան։ Այո, ինչպես դուք նույնպես նշեցիք, ես հարցազրույցները նայեցի, այո, առողջապահության նախարարը ընդունված է, որ դա բոլոր պացիենտների պաշտպանիչն է, այսպես ներկայացուցիչն է մեծ հաշվով, այլ ոչ թե բժշկի մեծ հաշվով ներկայացուցիչն։ Բայց այդպես պետք է լինի։ Ճիշտ է, այդպես է։ Բժշկի պաշտպանող։ Բժշկի պաշտպանը իր հիմնարկի իր տնօրենն է, որը չունի այդ ռեսուրսը։ թող ունենա։ Ցավոք սրտի չունի։ Բայց կառավարման սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ դու պատասխանատու ես քո այդ զվինոյի քո օղակի համար։ Այսինքն օրինակի համար, եթե ես ղեկավարում եմ բաժանմունք կլինիկայում, դա մեր կլինիկան է, ես այդ կլինիկան շատ սիրում եմ, բայց կա բաժանմունք, որի պատասխանատուն, որի ղեկավարը ես եմ։ Ես առաջին հերթին պահելու եմ իմ կլինիկայի իմ բաժանմունքի շահերը, հետո նոր թող կլինիկայի շահերը պահպանի արդեն, չգիտեմ, փոխտնօրենը, որը ասենք մի քանի բաժին է ղեկավարում։ Փոխտնօրենների շահերը պետք է պահպանի տնօրենը, որը որ դիտողի մոտ հարց կա առաջանա ներողություն, դուք պաշտպանում եք ձեր բժշկի անձնական շահերը, թե դուք օբյեկտիվորեն իրականությունն եք ներկայացնում, այսինքն սխալա թող պատժվի։ Չէ, եթե իմ բժիշկն է, եթե էլ եմ ասում, դա իմ քույրն է, իմ բուժքույրն է, իմ բժիշկն է, իմ սանիտարքան է, իմ աշխատողն է, եթե ես ղեկավարն եմ, ես պարտավոր եմ պաշտպանել նրանց շահերը։ Ես չեմ ասում սխալն ու ես պարտավոր եմ պաշտպանել նրանց շահերը։ Ես պարտավոր եմ պաշտպանել նրանց իրավունքները։ Բայց դուք արդյոք կարող եք լինել օբյեկտիվորեն, չէ՞ որ ձեր թիմի աշխատա, Ես չեմ ուզում լինել օբյեկտիվ։ Ես այդ մարդկանց ղեկավարն եմ, ես պարտավոր եմ ու ես դա անելու։ Կողմնապահ եք, ինչ որ չափ։ Անշուշտ, ոչ կողմնապահ մարդիկ աշխարհում չկան։ Եվ ասում եմ, այս աշխարհում եղել է ընդամենը մեկ սուրբ, որին 2000 տարի առաջ խաչեցին։ Ու եկեք չփորձենք ինչ որ sense, եթե sense, չէ, բոլորն էլ ունեն որոշակի կողմնապահություն։ Հիմա առողջապահության նախարարության դերը, առողջապահության նախարարի դերը, այո, 3 միլիոն բնակչության պացիենտների շահերը ինքն էլ պետք է ինքը այնտեղ է նստած, որպեսզի պաշտպանի նրանց շահերը։ Օբյեկտիվ։ Այո, Այս բaragայում։ Այս բaragայում օբյեկտիվ, այո, եւ այո, կարող են բժշկական հիմնարկների տնօրենների եւ նախարարության մեջ լինել կոնֆլիկտներ, կոնֆլիկտ ասելով ես նկատի ունեմ շատ բարիկեր, հա, չափանների մեջ, սահմանների մեջ, որովհետեւ բժիշկների շահերը պետք է պաշտպանեն իրենց ղեկավարները, պացիենտների շահերը պետք է պաշտպանեն նախարարությունը եւ մնացած, ասենք, նրանց ստորաբաժանումներ։ Այո, այդ նորմալ է, այդ այդպես է պետք է լինի։ Մենք բացահայտեցինք մի հատ գաղտնիք, երևի թե մեր բուժառների մոտ լինում են դեպքեր, ես էլ որպես կլինիկայի ղեկավար, բոլորիս մոտ էլ լինում են պացիենտներ գալիս են, որ ես այս բժշկից դժգոհ եմ, այս բժիշկը օրինակ իմ կարծիքով սխալ եղավ։ Միշտ ասում եմ, ես փորձում եմ կողմնապահ չլինել, ես պաշտպանում եմ իրական ճշմարտությունը, արժեքն է ինձ համար կարևոր եւ միշտ փորձում եմ իսկապես անկեղծ ասեմ գտնել իսկապես արդյոք այդ բժիշկը սխալ գործել է եւ փորձել արդար լինել պացիենտի հետ։ Ես երբ որ ասում եմ շահերը, եկեք չէ, մենք մի քիչ տարբեր բաների մասին ենք։ Ես երբ որ ասում եմ շահերը, ես նկատի ունեմ իր աշխատաժամանակը, ասենք թե ասում են ժամանակից ավել պետք է չաշխատեմ կամ իր աշխատավարձը կամ էսը կամ էլը։ Ես բժշկական սխալի մասին չի ասում։ Բժշկական սխալը, հա, չէ, դրանք տարբեր հասկացություններ են, եկեք բան չան, բայց բժշկական սխալը Հիմա որ այդպես խորանանք,
բժշկական սխալը ոչ ես, ոչ դուք, ասենք ոչ դուք որպես կլինիկայի ղեկավար, ոչ ես բաժանմունքի ղեկավար, մենք չենք որոշում, հա, այսինքն դրա համար կան համապատասխան մարմիններ, համապատասխան հանձնաժողովներ, այսպես թե այնպես մեր որոշածը կամ մեր բացահայտածը պետք է լինի բավականին սուբյեկտիվ է լինելու։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե որքանով մենք կարող ենք պաշտպանել մեր աշխատողների շահերը, հա, որքանով, տեսեք, գալիս է մի հատ իրավիճակ, հատկապես երբ որ դու աշխատում ես մասնավոր կլինիկայում, երբ որ քեզ համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ պացիենտների մոտ առաջանում է տպավորություն, որ եթե իրանք վճարել են, ուրեմն իրանց ամեն ինչ կարելի է։ Ռեստորանում են, ինչ որ չափով։ Այստեղ կան տարբեր մոտեցումներ, ես մի դասախոս ունեի, որ հիշում եմ շատ, մենք երրորդ կուրս էինք, մեր դիագնոստիկա էր դասավանդում, ասում էր երբեք թույլ չտաք, որ ասեն բժշկական սպասարկում։ Ասում էր սպասարկում են ձեզ խանութում ու բաղնիքում, մենք օգնություն ենք ցույց տալիս։ Ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ես կարծում եմ, որ այո, առողջապահական համակարգը դա սպասարկման ոլորտ է եւ դա բիզնես է եւ դու պիտի որոշակիորեն ընդունես խաղի կանոնները, բայց երբեք ու երբեք չստորադասելով քո աշխատողի ինքնասիրությունը, քո աշխատողի արժանապատվությունը։ Այսինքն ես օրինակի համար վերջերս մի հատ տխաճ իրավիճակի հետ եմ շփվել, երբ պացիենտը թույլ էր տվել իրեն միջանցքում բարձր sense արտահայտություններ անել եւ ինձ եկան բողոքեցին շատ կերտ, շատ առանց վիրավորելու, առանց բանի, բայց ես պահանջեցի, որ եթե ուզում եմ ես հետ շարունակել աշխատել, ապա երբեք ու երբեք նման ավելորդություններ պիտի թույլ չտա։ Այսինքն կարևոր չի դա վճարովի կլինիկա է, անվճար կլինիկա է, պետական է, մասնավոր է, մարդը մարդուն ինչի պիտի վիրավորի։ Այո, շատ հաճախ է լինում, երբ որ իսկապես մեր բուժարները վճարում են եւ կարծում են, որ պետք չէ սպասեն, ավելնորդ սպասելը, ավելնորդ այլ անհանգստություններ պատճառելը, շատ ժամանակ նաև ավելնորդ հետազոտություններ եւ այլ, որոշակի հետին միտք է։ Այո, դա իսկապես սպասարկում է, բժշկական ինդուստրիա է, մենք ամբողջ աշխարհով հասկանում ենք, որ գոյություն ունի մրցակցություն, մենք փորձում ենք, սակայն նույնպես եւս մեկ անգամ բժշկական ոլորտը այնուամենայնիվ տարբերվում է այդ ռեստորանային կամ այլ իրավիճակներից եւ պետք է դա տարբերակել։ Ես չեմ ուզում, որպեսզի մենք մեզ ինչ որ գերադրական ինչ որ մի աստիճանի վրա դնենք, ասենք դե մենք բժիշկներս ու այսպես էս բոլորին, պես բժիշկ ենք, բոլորին պետք է վերևից նայենք, բայց նաեւ մենք ունենք մեր արժեքը, այսինքն երբ որ իմ հասակակիցները Բաքվում ֆուտբոլ էին խաղում ու ասենք թե չգիտեմ ինչ, հեծանիվ էին քշում, ես գիրք էի կարդում։ Երբ որ իմ հասակակիցները արդեն սկսել էին աշխատել, գումար վաստակել, ես շարունակում էի գիրք կարդալ, ասենք թե սովորել, որովհետև եթե ես դնեմ հաշվեմ իմ ուսման տարիները, հա, դպրոցից հետո դա 6 տարի բժշկական համալսարանն էր, դա 3 տարի կլինիկական օրդինատուրան էր, դա եւս 3 տարի մյուս կլինիկական օրդինատուրան է, դա 3 տարի ասպիրանտուրան է, ողջ կյանքն դա դրսում երկարատև վերապատրաստումներն են, գիտեք, այդ ընթացքում կարող էի բիզնեսով զբաղվել, այս անել, այն անել, հա, բայց ես ընտրել եմ իմ ճանապարհը եւ այո, եթե ես եկել եմ, հասել եմ այս աստիճանին, ես իրավունք ունեմ պահանջել որոշակի հարգանք ու որոշակի վերաբերմունք։ Դուրը բաց է, ոչ մեկի համար բան չի, բայց այո, ես կարող եմ համբերատար, սարսափելի մեծ համբերությամբ 10 անգամ բացատրել մարդուն, չհասկացավ, իսկ մինչև մարդը չհասկանա, ես կասեմ, չէ, եկեք մի հատ էլ բացատրեմ, բայց ես
սարսափելի կերպով տանել չեմ կարողանում, եթե հանգարց ինչ-որ մեկը իրեն թույլ տա անհարգալից վերաբերմունքով, ինչ-որ, չգիտեմ ինչ, մի քիչ նման բան բժշկի հետ, բժշկական հիմնարկում չի կարող լինել եւ այո, երբ որ դու մտնում ես բժշկի մոտ, որին պիտի հարգես, իսկ բժիշկը իր հերթին միշտ պիտի հասկանա, որ իր դիմացինը հիվանդ մարդ է, որը ունի օգնության կարիք։ Երբեք չպիտի մեծամտանաս, երբեք դու պիտի հասկանաս, որ այդ մարդը քո մոտ եկել է օգնության հետևից։ Այ երբ որ այդ երկու գաղափարները գալիս են, առաջին կողմից հարգանքը, երկրորդ կողմից օգնություն ցուցաբերելու ցանկությունը գալիս են համընկնում են, դու ստանում ես իդեալական փոխկապակցված վիճակ։ Ամեն ինչ կստացվի։ Անպայման։ Վերջին հարցը շատ հետաքրքիր է, 4 երեխա։ Եվ իհարկե գալիս է ժամանակ, երբ որ պետք է կատարել ընտրություն մասնագիտության։ Արդյոք ուզում եք, որպեսզի ձեր երեխաները լինեն բժիշկ եւ արդյոք որոշակի ձևով խորհուրդ եք տալու կամ ուղղություն եք տալու այդ ոլորտում, այդ ուղղությամբ, արդյոք իսկապես ինչքան էլ կայացած բավականին, այսպես ասած, հաստատված, յուրահատուկ, ստացված, բոլոր լավ խոսքերը ասելով ձեր մասին բժիշկ լինելով, սակայն կան բավականին այլ մասնագիտություններ, որտեղ ռիսկերը քիչ են, սովորել միգուցե պետք է ավելի քիչ, եւ իհարկե գումարի վաստակելու առումով որևիցե ձևով հետ չեք մնում։ IT-շնիկ լինել, ինչպես ընդունված է, չէ՞, հիմա արդեն շատ են լինում, արդյոք բժիշկ լինելը լավ է։ Իմ 4 երեխաներից 3-ը դեռ փոքր են, մեծս արդեն այս տարի դպրոցը ավարտում է, փոքրուց դե բժիշկ, որ ասում էինք դե ինչ ես դառնալու, ասում էր գինեկոլոգ, ասում էի որն է, ասում էր չգիտեմ, դե ասում էի ամեն դեպքում դպրոցում չասես։ Պատմությունը վերջացավ 2 տարի առաջ, երբ որ ապենդիցիտի կապակցությամբ մենք գնացինք շտաբ վիրահատության եւ առավոտյան երբ որ եկա ընկերներս էին վիրահատել, մեր Լևոն Ներգրիգորյան, ստացվել էր այնպես, որ այդ ռեանիմացիոն բաժանմունքում եղել էր տղաս եւ 2 տարեց կանայք, որոնց այդ օրը ես էի վիրահատել։ Ասացի ոնց ես, ասեցի լավ եմ, 2 տատիներն էին ու ես էի, որոնց դու էիր վիրահատել, ասեցի հետո, ասեց ու դու հույս ունես, որ ես ամբողջ կյանքս իրանց այդ նմանների հետ պետք է անցկացնեմ։ Ոցի դե քո ընտրությունն է, ասեց եթե իմ ընտրությունն է, ուրեմն թեման փակված է։ Եվ ես տարածիորեն 3 օր առաջ իմացա, զանգեց, ասեց ստացել եմ նամակը, որ ընդունվել է Ամերիկայում ավիացիոն համալսարան եւ այո, իմ տղան որոշել է, որ դառնալու է օդաչու։ Սկզբից ինձ համար շոկ էր, բայց ես կարծում եմ, որ եթե մարդը ունի երազանք, այն էլ թռնելու երազանք, ես կարծում եմ, որ ով եմ ես կամ ինչ իրավունք ունեմ, որ դեմ կանգնեմ, ինձ հասնում է այդ ամեն ինչը խրախուսել ու օգնել, ու ես կարծում եմ, որ ես շատ մեծ հաճույք կստանամ, եթե մի քանի տարի հետո նստեմ ինքնաթիռ ու իմանամ, որ օդաչուն իմ ավագ տղան է, բժշկության հետ կապ չունի։ Հիմա այն մյուս 3-ը ինչ կընտրեն, դա էլ է իրանց իրավունքը։ Եթե կընտրեն բժշկությունը, ես ամեն ինչով կփորձեմ օգնել, բայց ես երբեք որևէ մեկին չեմ փորձի ստիպել, որովհետև ես ինքս տեսել եմ շատ հայտնի բժիշկների երեխաներ, որոնց ծնողները ստիպել են ուղարկել են, կարծում եմ դուք դա ամենուր եք տեսնում, ու իրենք դառել են խայտառակ վատ բժիշկներ, որտեղ իրենք չեն սիրում այդ գործը։ Առանձնապես մեր ժամանակահատվածում, չգիտեմ ձեր ժամանակահատվածում, մասնավորապես ստոմատոլոգիական ֆակուլտետը համարվում էր այդպես ասած կրուտոյ ֆակուլտետ, այնտեղ սովորում էին ոչ պարտադիր է, որ իրանք դառնային բժիշկներ, ստոմատոլոգ, ուղղակի
դա բավական պրեստիժն էր, այսպես ասած, թե ոնց էր ինչ էր ստացվում, արդեն հարցի մյուս կողմն էր, բուժվակը միգուցե մի փոքր այլ էր, անկախ ամեն ինչից երբևիցե դեմ չեք լինի բժիշկ լինելուն, ինչի համար եմ ասում, որովհետև այդ դաժան, դժվար անքուն գիշերները, որ անցկացնում ես, իհարկե օդաչուն լինելն էլ այդքան հեշտ չի, իհարկե, եւ ունի իր խնդիրները, բայց բժշկությունը երբևիցե ձեզ համար այդպես տաբու չի, որ չէ իմ երեխան թող ավելի հեշտ ճանապարհով անցնի, ես ինչ որ անցել եմ։ Դա իրանց կյանքն է։ Իրանց կյանքն է, իրանք են որոշում, եթե կարող եմ ինչ որ բանով օգնել, կօգնեմ, բայց երբեք որևէ մեկի դեմը չեմ փակի, որևէ մեկին որևէ բան չեմ արգելի։ Իրանց ընտրությունն է, իրանց կյանքն է։ Ես կարծում եմ, որ մեր ամենավատ բաներից մեկը այն է, որ մենք մեր երեխաներին շատ այսպես բամբակների մեջ ենք մեծացնում, երբ որ նայում ես արտերկրում 18, 17, 18 տարեկան երիտասարդ դա արդեն կայացած, ամրացած, ինքն իր մտածել է, մերոնք sense ինչ որ չգիտեմ, ինչ որ թեր զարգացած վիճակ է, ու այդ նույնը երբ որ իրանք տանում են բժշկության, իրանք համասան են ավարտում, իրանք հետ ոչինչ չանելով արտինատուրան են ավարտում ու հանգարց պապան ձեռքից բռնած բերում է, ասենք 25-26 տարեկան երիտասարդի բավարշտվիչ կվերցնեք ձեզ մոտ իրան սովորացնուց, բայց այդքան տարի ինչ էր անում, որ հիմա նոր պետք է սովորի։ Չէ, ես իմ երեխաներին մաքսիմալ տալու եմ ազատություն, ազատ չափի մեջ իհարկե, ինքնուրույնություն, մաքսիմալ ինքնուրույնություն, ոչ թե ազատություն, սխալ բառ ասեցի, ինքնուրույնություն եւ իհարկե ինքնուրույն ընտրության հնարավորություն, ինչը բոլորին եւ խորհուրդ եմ տալիս։ Վերջի, այսպես ասած, խոսքը երեխաներով ավարտենք, 3 կարևոր նախապայման, որը որ կարող եք առանձնացնել, որոնք որ կարևոր են երեխաների դաստիարակության, զարգացման, 3 կարևոր խորհուրդ, որպես այդպեսին Վահե Տերմինասյանից։ Վերջերս քրոջս հետ զրուցում էինք, ասեց, ես սկսել եմ մարդկանց գնահատել իրենց երեխաներով։ Ինձ համար ասեց ամենամեծ չափանիշին այն է, երբ որ ես նայում եմ, թե ինչ երեխա եմ դաստիարակել ու որ սկսեցի մտածել, հա, ճիշտ է։ Երեխաներին շատ սիրեք ու մի թաքցրեք ձեր սերը։ Շատ կարևոր է, որ կարևոր չի տղայի աղջիկ է։ Այդ երեխաներին գրկեք, այդ երեխաներին համբուրեք, այդ երեխաներին ասեք, որ դուք իրենց սիրում եք։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ շփումը իրենց համար դա շատ կարևոր է ու դա տանելու են իրենք ամբողջ կյանքում իրենց հետ, իրենց ընտանիքներում իրենց շրջապատում։ Երեխաներին երես մի տվեք։ Մի փչացրեք երեխաներին, երբ որ սենց ինչ կա չկա առնում ես, տալիս ես, հետո էլ վաղ մյուս օր մի հատ էլ հենց 18 լրացավ, այդ մեքենան ես տալիս, այդ պրավան ես առնում, տալիս, ինքան վատ բաներ է դրանից դուրս գալիս։ Երեխային սիրելը եւ երեխային երես տալը, փչացնելը դրանք կատեգորիկ 2 տարբեր բաներ են։ Շատ սիրեք, բայց երեխաներին երես մի տվեք։ Վերջինը երեխաների հետ ընկերություն արեք։ Ինձ համար իմ երեխաների հետ հարաբերությունների մեջ կարծում եմ իդեալականը կլինի ամբողջ կյանքում իրանց հետ մնալ ընկեր։ Որ պահին իրանք ինձնից ավելի մոտ ընկեր ունեցան, ես երևի դրանից մի քիչ կնեղվեմ։ Թող մաման լինի, ոչինչ։ Չէ, պապան առաջին է։ Մաման իր տեղն ունի, բայց այո, ես ուզում եմ, որ ու շատ կուզենամ, որ բոլոր ծնողները իրենց երեխաների հետ լինեն լավագույն ընկերների կարգավիճակում։ Շատ սիրեք, ասեք դրա մասին, երես մի տվեք, եղեք իրանց ընկերը։ Շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ հարգելի բարեկամներ, ձեզ հետ էր Հակիրճ հաղորդաշարը, կհանդիպենք։